Եթե գոնե մեկ անգամ եղել եք Սանկտ Պետերբուրգում, ապա տեսել եք Էրմիտաժի մուտքի մոտ կանգնած 10 ատլանտներին, որոնք հպարտ կեցվածքով իրենց ուսերի վրա պահում են շենքի մուտքը։ Օլիմպիայում ատլանտներ կան Զևսի տաճարում։ Կոմենտներում գրեք, որտեղ եք հանդիպել ատլանտներին։ Բարև ձեզ, ես Վարդուհի Սարգսյանն եմ։ Այս ալիքում կարող եք ունկնդիր լինել պատմության ինտելեկտուալ եւ բազմակողմանի վերլուծությանը համեմված իմ անձնական տեսակետով։ Այսօր մենք անդրադառնալու ենք հզոր հայ օլիմպիական չեմպիոններին։ Սա այս ռուբրիկայի երրորդ մասն է, առաջին երկուսը դուք կարող եք գտնել սպորտ փլեյլիստում, անպայման դիտեք, որ ամբողջական դառնա պատկերը։ Հաղորդման վերջում մենք կհիշենք հզոր հայ չեմպիոնների փառապանծ հաղթանակները։ Այժմ անդրադարձ կատարենք ծանրամարտի պատմություն։ Ուժային մարզումները կամ ծանրամարտով մարզվելը ֆիզիկական ուժի դրսևորում էր, ինչը շատ ընդունված էր հին Հունաստանում։ Հայաստանում նույնպես խրախուսվում էր ծանրամարտով զբաղվելը, սա հերոսության և ուժի դրսևորում էր։ Մեր ժողովրդի մոտ ուժի մարմնավորումը Վահագնն է։ Հաղթանակի և ամպրոպի աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Իր հերոսական արարքների շնորհիվ մենք այս անունը միշտ կապում ենք հաղթանակի և քաջության հետ։ Պատահական չէ, որ հայ թագավորները Վահագնից էին քաջություն և հաղթանակ աղերսում։ Ուժեղ բոլոր հին ցիվիլիզացիաներն ունեցել են իրենց հսկաներին, օրինակ Հռոմում դրանք տիտան աստվածություններն էին։ Իմիջիայլոց տիտան բառով մենք նշում ենք գերմարդուն, այսպես ենք մենք անվանում Լեոնարդո դա Վինչիին։ Իմ սովորության համաձայն անդրադարձ կատարեմ հայկականին և հիշատակեմ մեր Տորկ Անգեղին, լեգենդների և առակների հերոսին։ Տիրապետում եմ տեղեկատվության, որ Տորկ Անգեղն իրականում եղել է, եթե կոմենտներում ցանկություն կհայտնեք, այս մասին կպատասխանեմ առանձին հաղորդում։ 1982 թվականին Երևանում տեղադրվում է Հայկի ծոռան Տորկ Անգեղի արձանը, ով վիթխարի ուժի տեր, հսկա էր, բարձրահասակ և նա կարողանում էր ժայռեր տեղաշարժել։ Օլիմպիական ծանրամարտը ուղիղ կապ ունի այս հսկաների հետ։ Ծանրություն բարձրացնելը դեռ հին ժամանակներից պայմանավորված էր ոչ միայն ուժի ցուցադրության, այլ նաև մարտիկների մարզական պատրաստվածության և կամքի հետ։ Շատերն են հիշում 1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցած օլիմպիական խաղերը, օլիմպիական արդյունքին։ До свидания, наш ласковый Миша, возвращайся в свой сказочный лес։ Հենց այս 22-րդ օլիմպիական խաղերում իր անունը օլիմպիական պատմության մեջ ոսկե տառերով է գրում մեր հայրենակից աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանը, բազմաթիվ ռեկորդների հեղինակ։ Իմիջիայլոց մրցաշարերից առաջ նա սիրում էր բարձրանալ Հայոց լեռները և այնտեղ տեղադրել դրոշը։ Սա ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն էր տալիս, այլ նաև բարձրացնում էր մարզիկի մարտական ոգին։ Օլիմպիական հաղթանակից առաջ նա հորեղբոր հետ բարձրանում է Արագածի գագաթը։ Հորեղբայրը, ով նաև իր մարզիչն էր, ասել է, որ ծանրամարտում հաղթանակներ կերտելու համար բավարար չէ միայն տիրապետել ֆիզիկական ուժի, անհրաժեշտ է մեծ կոնցենտրացիա և ուղեղով աշխատելու կարողություն։ Մի առիթով Յուրի Վարդանյանը նշել է, որ սպորտային հաղթանակները իր համար հնարավորություն են ցուցադրելու հայի ուժն ու կամքը բարձր պահելու Հայաստան անունը։ Նույն 1980 թվականին Մոսկվայում Յուրի Վարդանյանը արժանանում է ոսկե կիլոգրամներ մրցանակին անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար։
Սա ինքնատիպ ռեկորդ է, բազմաթիվ ռեկորդներից մեկը։ Այսօրվա իմ մյուս հերոսը 2004 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Երևանի Ծարամարտի դպրոցի տնօրեն Օքսեն Միրզոյանն է։ 1988 թվականին Սեուլում տեղի ունեցած օլիմպիական խաղերի ծարամարտի չեմպիոն է։ Here we come to Russia's answer to Rambo. Height 5'2", body weight 8 stone 11. Struggling there on the clean. And it's there. Մի նախադասություն մեջ բերեմ Օքսեն Միրզոյանի հետ հարցազրույցից, որը շատ լավ բնորոշում է հայ հսկային։ Նա ասում է. մեջ բերեմ. Ազատ ժամանակ սիրում եմ անցկացնել մտերիմներիս, հարազատների շրջապատում, այցելել Հայաստանի տեսարժան վայրերը, աշխատել իմ այգում եւ իհարկե զբաղվել սպորտով։ Մեջբերման ավարտ։ Օքսեն Միրզոյանը ոչ միայն հզոր մարզիկ է, այլ նաեւ արժանի մարդ։ 1992 թվականին Բարսելոնայում տեղի ունեցած օլիմպիական խաղերում փայլուն արդյունքներ է ցուցադրում եւս մեկ հայ Իսրայել Միլիտոսյանը։ Նա Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի եւ աշխարհի մի շարք առաջնություններում, օլիմպիադաներում եւ միշտ վերադարձել հաղթական մեդալներով։ 1999 թվականից ավարտել է սպորտային կարիերան, զբաղվել մասչական գործունեությամբ, 2003 թվականից Գյումրիի Ծարամարտի սպորտ դպրոցի տնօրենն է։ Այս հաղորդման մեջ ցանկանում եմ հիշատակել Հայաստանը ներկայացնող եւս մեկ օլիմպիական չեմպիոնի 1956 թվականին Մելբուրնում կայացած օլիմպիական խաղերին ժամանակակից հնգամարտի Вам помочь? Отстань! Да отцепись ты! Ничего, мне не трудно. Уйди! И все-таки мне кажется, вам тяжело. Я поддержу вас. Չեմպիոն է ճանաչվում Հայաստանը ներկայացնող Իգոր Նովիկովը։ Այնուհետև 1964 թվականին Հռոմում տեղի ունեցած օլիմպիական խաղերում նա նորից դառնում է օլիմպիական չեմպիոն, այս անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Առանձնահատուկ հպարտությամբ եմ ցանկանում արտասանել 1972 թվականին Մյունխենում տեղի ունեցած օլիմպիական խաղերի թեթև ատլետիկայի սպորտաձևի օլիմպիական չեմպիոն Ֆաինա Մելնիկի անունը։ Նա առայժմ Հայաստանը ներկայացնող միակ կին օլիմպիական չեմպիոնն է։ Այսպիսով, սիրելի բարեկամներ, այսքանով ավարտում եմ ուժեղ Հայաստանի, ուժեղ հայ օլիմպիական չեմպիոններին նվիրված տրիլոգիան, բայց վստահ եմ, որ հաղորդումը շարունակական կլինի, որտեղ գիտակցում եմ, որ շատ շուտով այս ցուցակը կհամալրվի նոր անուններով, նոր հաղթանակներով, որոնք ես հաճույքով կլուսաբանեմ։ Ցանկանում եմ, որ անկախ բոլոր տարաձայնություններից լինենք միասնական, ինչպես հայտնի երգում է ասվում, դառնանք բարի, դառնանք զորեղ, ուժ դառնանք։ Հետևեք մեր հաղորդումներին, կհանդիպենք։